Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան։ Այս ժամին եմ ձեզ միանում, որ արդեն իմ հավերի ցորենի ժամն է։ Այս կողքին դրեցի։ Կտկտալ է ուտում են ցորենը գետնի վրայից, ավելի բնական, ավելի հավես։ Դե, գնանք ձուն հավաքենք։ Քանի որ գոմը մութն է, ֆոնարը միացրի իմ հեռախոսի։ Կարող է այսօր հավերս ռեկորդ են խփել։ Տեսնենք, այստեղ այսքանը։ Կտտվենք, տեսնենք ստեղ ինչ կա։ Կարելի ասել այսօր համարյա տանը չեմ եղել։ Աստված ջան։ Մի հատ այստեղ էլ տեսնենք ինչ կա։ Յա, հավիկ մավիկ, գնակուտ կեր։ Այս խի չես վեր կացել։ Կարող եմ թուխսիկ ես գալիս, լավ տենակ ձուն ես տակըտ։ Չէ, չունես։ Արի գնա, կուտի կկերվա ես իշտակ ես։ Գնա։ Դե ինչ, մենք էլ ձուն հավաքենք, հաշվենք։ Ոնց որ թե ռեկորդային այսօր։ Раз, два, три։ Բայց ես սիրում եմ երկու վերցնել, այսինքն նանի պես ջուղթ անել էլի, ջուղթ, են որ չուչխելնին հաշվում ա ջուղթ, հետո ասմա, այ որդի մի ջուղթը կա ոչ, ես, ջուղթ վարկելով գնանք, ես ինչ է լավն է, խոժոր, ես, Այսօրվա շոքը, ռեկորդային էր սորվա շոքը, ստի, հաշվեցիք, ես մինն էլ թեքն են գծել է, քանիսն է լավ, այսպես, Աման լգցվեց, կարող տեղ չլի, ցորենը լիքը բերել եմ, լիքն էլ ռեկորդային ձուն տանեմ, բումբուլը կպածա, այդ արդեն տանը կմաքրեմ, ասեմ, որ երեգել վատ չեր, երեգել են ահագին ձուացել, ես էլ սը, ես էլ ես, թմբլիկը, Այ, շարունակական, երգի, ինչպես միշտ իմ սև ջայլամիկը, ջանա, կարող գալիս ես ծվի, ջուրը խմել են ծմակացրել, խոտ չկա, անուշկան սոր տանը չի ելել, դա ինձ սիրել հետևորդներ ջան, մի հատ դուս կամ, գնացեք լա, էսա ջուր էլ կբերեմ, նոր եկատուն շորեր ես փոխեցի ու ենա, դուս չգաս, արկելվում է, ասի հլամին բերեմ ծորենը տամ, հետո նոր են մեկ էլ բաները, ստեր կալեմ, չանգալը գծեցի, մի հատ էլ տենակ, ինչ կա չկա, լավն է եղանակը, ոնց որ թե ուզում եմ մի քիչ հովանա օրը, սորսաղ օրը, երեց ու պթոթեց, ծիծեռնակնին, ավիկներ ջան, ոնց հատերությունը, եսա ձեր ջուրը բերեմ, ձեր խոտը հնձեմ, դե ձուն վիրունինք գնանք տուն, հետայ, դերևս ձուն հավաքելու ընթացքում զանգ էի ստանում, բարեկամներս էին, ու մինչև ձուն բերեցի տուն, մեքենայով իմ համար, մի տեսեք ինչ են վերել, կարող եք կշակել, թե այստեղ ինչ կա,
Դե, սիրելի հետևորդներ ջան, բացում եմ։ Սա թթի տերև է, այսքան մեծ։ Արդեն երևաց։ Սև թութ է։ Այսօր առավոտը իրենց տանն էի հյուր։ Եվ այս մասին գնանք տնից պատմեմ ձեզ, հիմա տերևները էլի դասավորեմ այստեղ։ Եվ գնանք տուն, տեղին ծաղիկներս են, որ շատ փոքր շարել են, եւ երկրորդ գեղեցկուհին է բացվել։ Չքնաղաս, այս մեկն է նորը, այս մեկը մյուս օրվան, գույների մեջ տարբերություն կա արդեն։ Չգիտեմ ինչքան կմնան, երկար են մնում թե կարճ, իրենց բնավորությանը ծանոթ չեմ, բայց շուտով երրորդն էլ կբացվի։ Ախ, ոնց եմ սիրում սենց բաներ, որ միրգը քաղում են, հետո այդ մրգի ծառի տերևներից, ամենասիրուններից, պոկում են ու մրգի վրա են շարում։ Ջան, ես ինչ լավն افոտը։ Մի հատ էլ սենց հավեսի բերեմ ձեզ, չնայած ինքը սևասևին ա խփում, սև ոսկի ա, իկրա ա, փայլում ա, իրանից մազմզիկներ ունի ու հենց դա ա, որ իրա բուժիչ հատկություններն ա, ստամոքսի գործունեության համար շատ կարևոր ա, սև թութը, սև թթի մուրաբան, չիրը, ամենից լավը թարմը ուտելն է, սիրելի հետևորդներ ջան, իսկ ինչ խոսքը վերաբերվում է այս լայն, խոշոր, փայլուն տերևներին, որ կարելի է նույնիսկ հով հարսարքել ու հով անել, այսենց, այն որ թագավորներին երկար ձողերի վրա բումբուլիկներ են կպցնում ու հով անում է, կարելի է հով հարսարքել նույնիսկ, ես էլ որ այս ծառից ունեի, չնայած իմ սև թթի ծառն էլ մի ուրիշ տեսակի էր, ավելի տերևները կլորավուն էր, սա երկարավուն է, իմի տերևները կլորավուն էր, մի քիչ բաց գույնի, բայց շատ ափսոսելի, չգիտեմ ինչը պատճառ կլիներ, որ այդ ծառս չորացավ։ Էլի ձեռք կբերեմ, շատ եմ փորձել ձեռք բերել, անկեղծ, բայց չեմ կարողացել, չի ստացվել, չեմ ճարել։ Դա էլ կլինի, երևի ժամանակը կգա, դա էլ կլինի, սիրելի հետևորդներ ջան, հիմա կոֆե չեմ եփում, ճիշտ աշխատանքից եմ եկել, մի փոքր ասեմ, թե այսօր ուր էի, թե ինչի չէի տանը, եւ առավոտը որ վեր կացա, դե գիտեք, որ գործի եմ լինում, առավոտվա ժամերին մի քիչ տուն, դուր, կենդանիներ, այդ գործերը արեցի մշտական, որ պարտադիր են, հետո բարեկամներս զանգեցին, եկան մեքենայով ինձ տարան իրենց տուն։ Մի լավ հյուրասիրվեցի, ժամանակ անցկացրին, դրանից հետո գնացի աշխատանքի։ Այդ ընթացքում դե ամեն ինչից էլ զրուցում ենք, բնական է, որ բարեկամներով հավաքվում ենք, անկեղծ զրույցներ, տնավարի, հավեսով։ Խոսքը նրան հասավ, որ ասեցի, որ սպիտակ թութ ունեմ, երեք մի քիչ թութ եմ արել, երեխեքիս համար, մի քիչ հազիվ կարացի, թութ հավաքեմ, թութ սառեցնեմ, որ կան թութ ուտեն, իրանք էլ այս թթի ծառից ունեին, ասեցին Անուշկա ջան, դու շատ հանգիստ, շատ արխային, դու գնա քո գործին, իրիկվա հովին քո թութը կգա քո դուռը։ Եվ ինչ, արդեն բերել են, հատիկ քաղել են, սիրելի հետևորդներ ջան, բայց հիմա սրանով չեմ զբաղվում, թե տեսակ, որ հավերիս առաջ ջուր չկա, կանաչ չկա, Ես կդնեմ սառնարան, հենց սենց ֆեդրոյով կդնեմ սառնարան, տեղ կանեմ, մի կողմը կհավաքեմ ու եթե չգնամ հավերից ջուր տամ կամ կանաչ տամ, այսպես լիքտուբարով տուն չեմ գա։ Դե ինչ ինձ մնում է թութը տեղավորեմ ու գնամ իմ հավերով զբաղվեմ, ստեղ կամպոտ էի դրել, խաղողի կամպոտ էի բացել, մի հատ կարելի է, բայց սրանից խմել կոֆեն, որ չեմ խմում, գոնե մի հատ սառը կամպոտ կխմեմ, վեդրոն տեղավորեցի, այս կոմ են կոմ, իմ բաժակը ստեղ է, այս էլ իմ խաղողի կամպոտը, առավոտն էի բացել, մի հատ էլ հիմա, այս փակեմ սառնարանի դուրը, երկար բաց չի կարելի թողնել, Փակվեց դուռը կարևորը, իմ սառը կամպոտը խմեմ, հետո նոր գնամ հավերից ջուր տամ, սառը բան խմեմ, որ այս շոքին կարենամ դիմանամ։
Ուղայ։ Ես ոնց էի նստարտի կանգնել։ Ինչ եք կարծում, ես ձեզ առանց խոտ կթողնեմ։ Մելքշերներ ազգա, թեբախոտ եք ուտում, տեսակ։ Չէ, բա սիրելի հետևորդներ ջան, հասցրել եմ այսքանը հնձել, մի քիչ հա, բայց ասի մի հատ տամ սրտախաղաղլին, մի լավ թալա էի գտել կթնակոլի, հլադեսը, փնջեմ։ Իչերին էլ կա շատ, այսքանը հլարեսին, Այդ են մեկ ես ինչքան շատ է, բա ես բաշկան եմ, հլադերել կա, տերի միջին խճճված, սիրուն, կաթը միջին, հլատենանք էդ հավիկս, ինչ ասում, թարից առաջ ստուգումներ կկատարենք, ես մի ռավին եսը հինց տամ, ես էլ ագալի հետը, էդիկ, այս կրնիցը կերա, նրա տարածա, հրատվեք, տեսակ, բավոնց, հովը չի ինգել, տոթն անգել, սիրել հետևորդներ ջան, օգնու շունչ հակտրում, ծաղկավոր խոտ եմ բերել հանդեպատով, սրանով զբաղվին մի քիչ էլ կանեմ, հետո տենամ թե ջուրը գալիս է, բոն էդ վարում գջրեմ էլի, ուրիշ բանը որ կարենամ ոչ, բոն էդ վարում գջրեմ, էդ օրն անց հակացել, էդ ասաղ օրը տանը գործի տուն, դեսոր էլ հյուր գնացի, ես էլ տեղավոր եմ ու, եկիք, ես էլ ձեզ կալ հաս, ուր են, բնումն են, շոքում են, դուս էլ չեն գալի շոքին, գլա դուս եկեք, ես ամինը մնին ձեն տալով կգան, գնամ պատվալի բլանիքը բերեմ, մին լատենամ, թե ջուրը գալիս է, տանը ստուգել չեմ, դե տանը եթե շատ բարակա, վերև չի բրծրանում էլի, եթե ներքևը գալիս էլի, ուրեմն վարում գջրեմ։ Այս շոքին, բոբիկ վալտով սարը պոլին մանգալը մի հատ մուրազա, ջուրս բարակա գալիս, իրեր հետևորդներ ջան, հազիվ ծլծլալ է, հավերիս մար ջուրը լծրի, հետո ասի գամ տուն մի հատ կոֆե եփեմ ձեր հետ կոֆե խմեմ, այդ սև ոսկին տեղավորեմ, ես սև թթին միշտ էլ սև ոսկի եմ ասում, սև իքրա եմ ասում, դե գիտեք ինձ էլի որ ամեն ինչին մի բան կպցնում եմ, միանում տալիս եմ, տենց կյանքը հետարքիր ա դառնում, նույնիսկ որ մարդկային անուններն ենք մի քիչ, ասենք, փոփոխած ասում, նույնիսկ այդ ձևով է շատ հետարքիր լինում, որ գործից եկա կոֆե չեմ խմել դեռ, անմիջապես գործի անցա, դրա համար միացեք իմ կոֆեի ժամին, կոֆե եփենք իրար հետ, կոֆե խմենք, մեր գործերն անենք, բա այդ ինչ ուրախացա, այդ ինչ լավ բան վերին իմ համար, թանկարժեք, անգին, երբ որ նվեր ենք ստանում, տենց ենք ասում էլի, լավ բերեմ, այս ընթացքում հասցրած կլի լավ սառած, տերևները, իդեպ սիրել հետևորդներ ջան, շատ մարդիկ կան, որ թթի տերևով տոլմա են փաթաթում և թարմա, ով ուզովան եմ տերևներով, բայց խաղանելու վաղտը չէ, պետք է մշակեմ այս սև իքրան, մի հատ էլ ցույց տամ էլի, սպղում է, ստի արդեն նախապես ամաններ եմ բերել այս տիպի ամանների մեջ եմ շարելու, մի քանի հատ ունեմ դեռ, սպիտակ թութ առանց ձեզ եմ շարել, սև թութը ձեր հետ շարել,
այս հենց հատիկ, կարիք չկա լվանալու, հենց հենց պետք է շարեմ, հավեսով։ Դեն ու դեն ինչքան չիր է անում, հուրաբաներ է անում, համեր որ ասում եմ դենն ու դենը էրեգործեր հետ սիպտակ թութնարի, ծարը ժաժարի, այդ մեշոկլին էլ մենակ փռեցի, այդ ընթացքումը մին կադրիս դե դուս եկա, չէ, մտկերով հեռուն գնացի, ասի տարիներ, սավանին քաշտալով տանեինք, սավ բաղչովը մին պտի տածեինք, շատ վաղտ մենակ փռեինք, բայց որ շատ որով լեինք, այդ ավելի լավն լեր, հենց էլի, իրացով տեինք, այդ միար պապսավանին փռեինք ծառերի տակերին, հետո թութը ժաժանեինք, ժաժանողնելով էր իմ ամուսնյակը, ծտի նման շև գներ, իշև չի բաց թողեր, այդ ինչ էր որ ես ձեր հետ ժաժարի ծառը, Այն վեն ծառերի կշտին, այդ բուջուր ծառը ինչ էր որ, խաղողբար։ Ես էլ շանքով չիլում, քանի որ ես իրանց պոչերը մի քիչ կարելի ասել խնգարում ա, որ շարք կանգնացնեմ, ոնց եմ հավերի շարք կանգնացնում։ Մորն էլ շարքով դասեցի, դե սա պոչով ա, պոչավոր ոսկի ա, ես ինչ լավն է, Կոֆես էսա կլի, կոֆես կխմեմ, մի քիչ էլ թութը կուտեմ, ինձ լավ կզգամ, կհանգստանամ, բալի թե ջուրը գոնե մի քիչ վրարի, գոնե վարում կջրեմ էլի, բաս ելետևորդներ ջան, էտա հավերիցը արխեին եմ, ռիկվա պուտը կերան, ռիկվա կանան չկերան, ջուրն էլ տվի, Իրանց կմնա մի քիչ էլ օրոր-շորոր մանգան իրանց բնումը, հետո թար կլին, բայց ես դեռ շատ գործեր ունիմ անելու, անդադար։ Սև իկրա, բա ոնց չասեմ սև իկրա, որ սենց լավ բանը բերեցին իմ համար իմ բարեկամները, ես մեկը լցրի, Կոֆես էպեց, մատներս սևացավ, դեսը բերեմ, մատներս սրպեմ, բաժակս լավ մատ չլի, լաքայա գծում սա, համ մատները, համ էլ որ շատ ուտում ենք, լիզվի ծերն էլ ասևանում, Այսօր ծիծաղում եմ սիրել հետևորդներ ջան լիք այդ արկիր բաներ եմ հիշում իմ մանկության տարիներից, բայց թե շատ վաղտել խոամ եմ բան ասվում չի, սև թութը ջմբրեինք, մատներներս սևացնեինք, իպուջուր ասեմ էլի, երեսներիս էինք կսում, ասում էինք նեգրենք, հետո դրանից հետը, թե ոնց վերանենք այդ սև լաքենին, էդ էլ ասել լապան չի, դե մի սիրել հետևորդներ ջան, ամեկս մեր սիրելի վայրում նստինք, մեր կոֆեն վայել ենք, ես մի կողք եմ դնում դեր տակա, դե գիտեք, հենց ստիցած եմ դնում, ու շարելը շարունակեմ, սա եմ բաննա, որ հետացքել պետք չի, մի երկու հատ էլ ա ուզում, Այդ մի երկու հատն էլ ստի շարեմ, այս արանքնին լիքն էլի էլի, թորներս էսա կգան, անուշկան են, միշտ հարցնում եք, երբ են գալու, ինչ ասեմ, դուք էլ գիտեք էլի, որ երկիրը խառնա, տոմսերն առած պատրաստա, այս վերջերս օդանավակայանը փակել էին, դե գիտեք ինչ պատճառներով, շատ եմ տխրում այդ ուղղությունով, ես էլ այս գործը շարունակեմ, կոֆես խմեմ, դրանից հետո Եթե ջուրը կգա, գոնե բարակ էլ գա, արդեն կգնամ առաջին հերթին, բարուն կգջրեմ, ես մեկը սարցե խցիկ եմ ուղարկում։ Շարելը վերջացրի, տակինել են այդ տերևներից դրել,
որն էլ հենց թարմությունը պահպանում ասրել հետևորդներ ջան։ Տերևների մասին, որ ասեցի, շատերը կան, որ տոլման փաթաթում, ասեմ, որ ես ընդհանրապես չեմ փորձել, շատ են գովում, շատ են հավանում, ամեն մարդ իր ճաշակով, չգիտեմ, կփորձեմ թե ոչ, ամենայն դեպս հիշեցի ու ձեզ էլ ասեցի։ Տերևները հավերը չեն ուտում, սա արդեն պետք չէ, հովհարի դերել ծալայեցին, հիմա արդեն են փոքր ամանինը, որ սարցեղցիկ էի տեղավորել, մի հատ էլ ես մեծի մեջ եմ շարել, արդեն գիտեք, անջացնեմ, լիգոն, և անցնեմ ես մյուսին, մատերս սևացել է, պրոշներից սև պամադայ է դարձել, լեզվի մասին էլ չասեմ, թե ոնց է սևացել, համ շարել եմ, համ էլ անուշ եմ արել, սրա երեսն էլ փակեմ ու ես արեցնեմ, ես էլ ես ծևով, շատ լավ ստացվեց, արժի մի հատ էլ ես մի կողքով բերեմ, ճիշտ է եզրերը փակեց, այս մի հատ էլ ես կողքով բերեմ, ավելի ապահով, այսքան բան, Ես ինչքան վաղտա, ջուրը միացրել եմ, արխն եմ արել, հետո ձեռով ծպծպում եմ, մեմ էլ լոբակոլ կապոկում եմ, սորենքան վառեց, գեդինը ծրավել է, ջուրը շատ դժվար է առաջ գնում, սրա ծլերը ենքան խորն են գնում, սենց պոկում ենք, բայց գետնի միջին մնում է, Հարունգնից մեծանում են, ջրեմ, որ ավելի լավ մեծանա, արդեն մի 2-3 է, տարել եմ, ձեռով ծպծպել եմ, հասա վերջը, հմիկ մնչև արխը կփոխեմ, դա լավ կջրվի, հովն ընգել արդեն, հարակա ջուրը, այս թե լավա որ գոնե սելա կա, Հիսը հետ ծպծպում եմ, որ մին գնա, հետո սենց գնում ինքը ետ կանգ առնում, հենց ողո ջանն է քաշում, հետո ետ գալիս եմ սենց մի քանի հետ ծպծպում եմ, ամբեր են հվակվել, գիտեմ ոչ անձրեր կգա թե չէ, այս թե ջրելը կարևոր էր, լավ որ վարունգը, էլի պամիդորը դիմացկուն է, կանգ առա գնում չի, Խոտին ինչ կա, առանց ջուր էլ աճում է, այդ ջրի սառնությունը դիր է գալի, քշերով ագրարում, քշերով էլում է պետքը,
Ես մի արխն էլ ծեր անեմ։ Լավ էր, որ ես էլ ակար է, էլի լավ էր։